Հենա։ Այդքան ազատ։ Ո՞վ է դες թույլ տվել։ Ոստիկանության աշխատակիցներն են թույլ տվել նիստել։ Մի վարքան։ Հիմա հարցի պատասխանել թե չէ։ Հիմա հապտով թույլ տվել խոսամ։ Իմ անունը Սատու Չախոյան, ես պաշտոնական գրությամբ մուտք եմ արել, որ մասնակցեմ դռնբաց նիստին։ Տեսնում եմ տվյալ դեպքում բավականին ազատ տեղեր ունեն։ Թույլ տվեք ազատ տեղեր տեսել եք։ Հենա, հեսա։ Հենա հետևն են, մի վարքան, բացեք, ցույց տամ։ Հիմա դուք ասում եք չկա, մի վարքան, ձեզ ոնց դիմեմ։ Անունը Սրաչյանը դիմում Ստեփանյան աշխատանք։ Հենց ձեր անունով էլ դիմում ես մուտք եմ արել։ Պարոն Ստեփանյան, հիմա տեսեք, դուք ասում եք չկա, հենա։ Երևում է, ընդ ազատ տեղ կա։ Հենա։ Ուտիմներ օպերատորի տեղն է։ Իրոք ես կպատասխանեմ։ Պարոն Ստեփանյան, մենք ինչ ենք ուզում, մենք ոչ եկել ենք ստե կռիվ անելու, ոչ ինչ, մենք եկել ենք քաղաքակիրթ ձևի մասնակցենք դռնբաց նիստին։ Դրանից ավել ուրիշ բան չենք ուզում։ Հիմա ապահովեք մեր մուտքը դռնբաց նիստին մասնակցելու։ Մենք ուրիշ բան չենք Ձեզ ուզում։ պատասխանել են, քանի որ նախորդ հնարավոր չի եղել, այսինքն դուք ժամկետի սղության պատճառով 3 եք ներկայացել դիմում, ձեզ պատասխանել ենք, հաշվի առնելով, որ նախապես արդեն գրանցվել են հավաքանի նիստին մասնակցության վերաբերյալ համապատասխան անձիկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուստի հնարավոր չլինի ապահովել ձեր էլեկտրոնային հասցեին էլ պատասխանել են։ Շատ լավ, բայց հիմա տվյալ դեպքում դահլիճում բավականին ազատ տեղեր կա։ Հիմա մենք էլ թվով շատ չենք։ Մի հոգի հետ ես եմ, մեկը Հովսեփ Ղազարյան, 2 հոգի ենք, շատ մարդ ու դահլիճում մի վարքան էլի, 2 հոգի ենք, 2 հոգու մուտք են գործում, մենք նիստի մասնակ ոչ կռիվ ենք անում, չգիտեմ, ես ինչ չեմ գալ, քաղաքակիրթ ձևի։ Ես փորձեմ ձեզ պատասխանել, պարոն Չախոյան, քանի որ նախապես դիմել եք, մենք ձեզ պատասխանել ենք, որ հնարավոր չի տեղեր պահով, պարոն Դանելյանի գիտությամբ, ճանաչին չէ պարոն Դանելյան։ Ձեր գիտությամբ խնդրում ենք հասարակական կարգը պահպանել, քանի որ հավաքանում բնականում գործընթաց է։ Մենք հասարակական կարգը պահպանում ենք, մենք ստե կռիվ չենք անում, խորոկարակ չենք վառում։ Միայն դուք, Արտուր ջան, պարոն Չախոյան ջան, մտեք ներս, եթե տեղ կա զբաղեցրեք, բայց Պարոն Ստեփանյան ջան, ներսում ազատ տեղ կա, խնդրում եմ։ Դե հակավոր Դե ախր չկա, ախր հենց հիմա ֆռացեք, խնդրում եմ, տեսեք այդքան չէ, մի վարքան, հենա տեսեք, մեկ, չէ, մի վարքան, ես ուրիշ տեղեր եմ ցույց տալի, հենա ուրիշ մի վարքան, ես չեմ մտնում էլ, ես չեմ ցույց ախր չի լինում այդպես, քաղաքացին դիմել, ախր ազատ տեղ է, ներս եկեք, համեցեք սկսել ենք աղջիկներին։ Հիմա ժողովուրդ ջան, ուղղակի չգիտեմ հիմա, որ դռնբաց նիստը ազատ տեղ կա, չեմ թողում մուտք գործեմ, մենակ ես, այսինքն գաղափարակից ընկերների մուտքը արգելում են, իսկ ես, հենց ասած, չեմ կարա առանց իրանց, էլ մտնեմ ընդե, իմ համար էդի անընդունելի է, դրա համար կամ պիտի իրանք թույլ տա, որ մենք իրար հետ մուտք գործենք, հակառակ դեպքում բարոյական, ասենց ասած, նորմերով հաշվի առնելով չեմ կարող առանց գաղափարակից ընկերոջս թողամ մենակ ու մտնեմ նիստին մասնակցեմ։ Սպասի, հա, դա խնդրիվ չենք անում, բան չենք անում, խարնավետս ոնց է պահակել ես, հիմա ինչ պիտի անենք, կրակ ենք վառում, զենք կա մոտս, կռիվ եմ անում։ Ձեր պատճառով ինձ վրա խոսակցին։ Ձեր պատճառով ձեր վրա խոսակցություն, ես հակաօրինական բան չեմ անում։ Մտնեք, չէ, ուրեմն չէ։ Ինձ թույլ են տվել նախ առաջինը մտնելու, երկրորդը ես չեմ մտնում։ Դուք գրանցում ունեք, որ մտնեք։ Տեսեք, Գրանցվել եք։ հիմա ես ձեզ հարցին պատասխանեմ։ Դռնբաց նիստը ես երեք էլեկտրոնային տարբերակով պաշտոնական գրություն եմ ուղարկել, որ նիստի մասնակցեմ։ Իսկ ինչ պատասխան եք ստացել։ Պատասխանը չեմ կարդացել, թեպետ իրանք ինձ պատասխանել են բանավոր նոր, որ հաշվի առնելով, որ ինչ-որ դահլիճը արդեն մարտի կան գրանցված, անհնար է իմ մասնակցել։ Հիմա, հա, մի վարքան, հա։ Բայց տվյալ դեպքում, պարոն մայոր, հիմա խնդրում եմ, ես հակաօրինական վատ բան չեմ անում։ Դուրը հենց հիմա դուք կանգնեք այստեղ, որ չմտածեք հանգարց վազելու եմ մտնել ներսը։
դուրը մի փոքր բացեք, ես ձեզ ցույց տամ։ Չէ, մի վարքյան, չէ։ Ես հենց այդ 5 րոպե ես ձեզ ցույց եմ տալի, որ դահլիճի ներսում ազատ տեղ կա։ Մենք ուրիշ բան չենք ուզում, քաղաքակիր ձևով գնալու ենք այդ ազատ տեղերը նստենք, դրանից եկում ես բան չեմ ուզում։ Հիմա իմ մուտքը ներս թույլ են տալի։ Ասում են կարելի է, ստեպ մի վարքյան, ստեպ Ջան, հետո սմարտ կա իմ այս թողամը դասը ճիշտ դերանցում եկել են ներքև դե ազատ տեղեր կա, էլի ասում եմ, պարոն Մայր, ազգային ժողովի փորձագետ է, ներս տորը, փորձագետ ազգային ժողովի։ ահա, սենց եմ։ Պարոն Մայր ջան, հացում է, հետսելի մարդ կա, ախր ազատ տեղ կա, հիմա եթե ազատ տեղ կա ինչ անենք։ Ոստիկանության բոլոր աշխատողներին ես այդ մարդկանց նկատմամբ ինձ հարգալից եմ երբեք կները, երբեք իստու չեմ։ Որևէ մեկի վիրավորական, որևէ մեկի ինձ արայով դիմելու համար այդ մարդը պատասխանատվություն է կրելու։ Ես ստեմ կարնում, մի փոքր բացեք, էլի։ Ես ձեզ որ մեջ ազատ տեղ կա։ Ազատ տեղ չէ, դրան կաղաքանիների տեղն է։ Ասում եմ, այդ դիմացի այդ կլոր շրջանակի հատվածում չէ, հետևի, մարդիկ նստում են։ Լավ էսի շի երկիրը։ Ժող ուղղակի ես ամեն ինչը հակաօրինական է, չի կարելի։ Այսինքն ներսում ազատ տեղ կա, բայց թույլ չեն տալի, որ դռնբաց նիստին մասնակցեն։ Ուղղակի էսի պայտառակություն է ուղղակի։ Ես տեսա դրանով ունեմ այդ Ախր ժողովուրդ հարցի գիտեք ինչու՞մ է կայանում, ոչ եկել ենք ստե կռիվ անելու կամ ինչ-որ նիստը խոչընդոտելու, այլ ուղղակի շատ քաղաքակիր ձևի նիստին մասնակցելու։ Բայց իրանք չեն թույլ տալի։ Ասում են մենակ դու մտի, բայց պիտի ես մենակ ես մտեմ, եթե իմ դիմումի հետ իմ դիմումով մուտք եմ արա, որ հետս էլի մարդ հետ կամ գործի։ Ու տվյալ դեպքում ներսում ազատ տեղ կա։ Ուղղակի չի կարելի տենց։ Պարոն Մայր ջան, խնդրում եմ, էլի ներս ազատ տեղ կա։ Մի հոգի է, Հովսեփ Ղազարյան։ Մի հոգի, այսքան խոսում եմ, մի հոգի, 10 հոգի չի։ Ես չեմ կարող, դու ինձ խես դու մտածում ես որ կարամ իրան թողեմ, ես չեմ թողում։ Կամ խի պետք է շատ բան, շատ, չէ, նա ծառայությունը մի խանգարել։ Ես այդ ենք ախր հետաքրքիրն էլ այն է, որ նույնիսկ համայնքը պետք է թույլ չտալի մուտք գործը, որի մուտքը ազատ է։ Հովսեփ, արի, չէ, ժենգեր, արի, հա, մենակ ինքը, Ժողովրդյան, Հովսեփը մտավ, այսքանով լայվը ավարտեմ, հետագայում
ամփոփիչ լայվով կներկայանամ, կասեմ թե հետագա զարգացումները ինչ ա եղել, ոնց ա եղել։ Հիմա մտնենք նիստին։ Չէ, իրար հետեք, ուր եք տղա։ Ինչ-որ մեկը, ինչ-որ տեղում, իր անձնական շահագործությունից վերնելով, հետ հայլ արել, այդ մարդիկ երկու կողմը Շահոջան, ապաժան այսքանով համբատը, հետակա տեղ ունեցած դեպքի քննարկման արդյունքների մասին հրապարակային կհայտնեմ թե ինչա տեղ ունեցան։